Մենք կարողանում ենք բարդույթներ կոտրել, Ադրբեջանը ոչ։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատմանն ու խաղաղության համաձայնագրի կնքմանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահի դիտարկմամբ տասնամյակներ շարունակ թե մեր պետության, թե Ադրբեջանի քաղաքական համակարգը հիմնված է եղել մեկը մյուսի վրա հարձակվելու, մեկը մյուսին ատելու բարդույթների վրա։ Ու եթե Հայաստանի Հանրապետության իշխանություններին հաջողվում է այդ բարդույթները կոտրել, ապա Ադրբեջանում դա չի արվում։ Ադրբեջանում դեռ այդ քաղաքական կամքը գիտակցումը չկա, որ հնարավոր է ապրել նաև առանց արտաքին թշնամու կերպարի ձևավորման, նշել է Սիմոնյանը։ Թուրքիայում հեռարձակվող հայերեն-թուրքերեն առաջին հեռուստաալիքը Լուիս TV-ն պատրաստվում է հեռուստադիտողի դատին ներկայացնել առաջին հայկական սերիալը։ 4 չարաճճիները հեռարձակվելու է հայերեն հնչողությամբ եւ թուրքերեն ենթագրերով։ Պոլսահայ լրագրող Արամ Քուրանի հիմնադրած Լուիս TV-ի հաղորդումների 70%-ը արևմտահայերեն է, 30%-ը թուրքերեն։ 2019 թվականի հունվարի 6-ից հեռարձակվող Լուիս TV-ն լրատվական թողարկումներից բացի հեռարձակում է մանկական ծրագրեր եւ հասարակական մշակութային տարատեսակ հաղորդումներ։ Ծակ Քարի նախկին ղեկավարից կբռնագանձվի անշարժ գույք եւ շուրջ 2.3 միլիոն ԱՄՆ դոլար։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի Ծակ Քար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Ավետիսյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք Գեղարքունիքի մարզում։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Ագարակ մաքսակետում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ եւ ծառայողական շներ բեռնատարներից մեկի մաքսային զննությունից հետո կցորդի հատակի հատվածում հայտնաբերել են գաղտնարան, ուր թաքնված է եղել ավելի քան 85 կիլոգրամ կշռող հաշիշ տեսակի թմրամիջոց պարունակող 112 փաթեթ։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում բեռնատարի իրանցի վարորդը ձերբակալվել է։ Ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսավայրերի կառուցման ծրագիրը մայրաքաղաքում շարունակվում է։ Երևանում նմանատիպ 8-րդ զբոսավայրն է բացվել։ Էրեբունի համայնքում ընտանի կենդանիների զբոսանքի կազմակերպման նպատակով ընտրվել է Լիոնի այգին։ Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր։ Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվն ավելանալու է։ Դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են։ Սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն կբացվի, հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը։ Նրա տեղեկացմամբ արդեն իսկ Բեռլինի թանգարանի հետ է պլանավորված համագործակցություն։ Պատկերասրահը ցուցադրություն կկազմակերպի նաեւ Ֆրանսիայում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։